Բարև հարգելի հետևորդներ, կրկին Economics-ն է։ Այսօր խոսելու ենք Հայաստանի ագրովերամշակման ոլորտի մասին։ Այս ոլորտը Հայաստանի այցեքարտ հանդիսացող ոլորտներից մեկն է եւ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո ունեցել է զարգացման տարբեր դինամիկաներ, վայրիվերումներ եւ այլն։ Ներկայումս այս ոլորտը նույնպես կառավարության ուշադրության ներքո է, դիտարկվում է որպես Հայաստանի կարևոր գերակա ճյուղերից մեկ, այնուամենայնիվ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, հարցեր, որոնց պետք է անդրադառնանք։ Այս թեմայով խոսելու ենք ագրովերամշակման ոլորտի փորձագետ պարոն Բաղարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղարյան։ Բարև ձեզ, պարոն Պարթյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բաղարյան, Հայաստանի ագրովերամշակման ոլորտի ինչ առանձնահատկություններ ունեն կամ ինչ պատմություն ունենք, որը թույլ է տալիս հենվել այս ոլորտի վրա։ Ինչի պետք է այս ոլորտը դիտարկենք որպես գերակա ճյուղ։ Շատ բարի, ինչպես նշեցիք, Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը համարվում է մեր տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Եթե պատմականորեն սկսենք, դեռևս խորհրդային ժամանակներից սկսած ագրովերամշակող արդյունաբերությունը զուգահեռաբար սննդարդյունաբերության հետ մեկտեղ համարվել է հայկական արտադրության հիմնական առանցքային ուղիներից մեկը, որը պատահականորեն չի ձևավորվել։ Նախ Հայաստանի Հանրապետության բնակլիմայական միջավայրը, ինչպես նաև կենսաբազմազանությունը թույլ է տալիս ձեռք բերել եւ արտադրական process միջև հասնել տարբեր տեսակի գյուղատնտեսական արտադրանքներ եւ մրգերի առումով եւ բանջարեղենի առումով, որն էլ արդեն վերամշակվելուց հետո տարբեր արդեն հյութերի տեսքով, վերամշակված պտուղ բանջարեղենի տեսքով, որպես պրոդուկտ բավական մրցունակ ներկայացնելի է։ Հատուկ եթե նշում ենք ագրովերամշակող արդյունաբերությունը, խիստ կարևոր է նաև ալկոհոլային խմիչքների դերը, մասնավորապես կոնյակագործությունը, որ ոլորտի, այսպես ասած, զարգերակներից է, եւ իհարկե գինեգործությունը։ Զուգահեռաբար այդ ամենին ոչ պակաս իր դերակատարությունն է վայելում հյութերի, այսպես ասած, ինդուստրիան, որ արդեն Հայաստանում բազմատեսականի է եւ տնայնագործական պայմաններում, եւ փոքր ու միջին բիզնեսի եւ ընդհանուր առմամբ արդեն արդյունաբերական մակարդակով արտադրության տեսանկյունից։ Ագրովերամշակումը այս վերջի 30 տարիների ընթացքում բավականին դինամիկ զարգացում է ապրել։ Ինչ միտումներ եք տեսնում, այս զարգացման ընթացքում։ Ունեցել ենք որոշակի շրջափուլեր, որոնցով կարող ենք այս ոլորտը այսպես դիտարկել։ Շատ բարի։ Ուրեմն ագրովերամշակող արդյունաբերությունը պատմականորեն Հայաստանի Հանրապետության տնտեսության անբաժան մասն է եղել։ Իհարկե, տարբեր տարիների, տարբեր աճի, տարբեր ճգնաժամերի եւ տարբեր զարգացումների տեսքով։ Սակայն կարող ենք այսպես ասած մեծ ուրախությամբ նշել, որ մեր տնտեսական կառուցվածքում, մասնավորապես արտահանման ճյուղում, մշտապես սննդարդյունաբերությունը իր գերակա դիրքերը պահպանել է։ Իհարկե չենք կարող ցավոք այս պահին նշել, որ առաջատար դիրքերում է, սակայն իր կայունությունը ապահովել է։ Որ վերարտահանում ունենք, ապրանքներ ունենք, այսպես մեր ավանդական ապրանքներ դուրս են մնացել։ Իհարկե, միշտ խնդիր է առաջանում ընդհանրապես արտահանման կառուցվածքը դիտարկելիս բացահայտել տեղական արտադրանքը եւ վերարտահանում, այսինքն domestic exports, բայց ինչպես նշվում է, վերարտահանումը դաժանակավոր է, իսկ տեղական արտահանումը շարունակական։ Այս պահին ինչ ունենք, ոլորտում մոտավորապես թվերով, եթե գնահատենք այս ոլորտի կառուցվածքը, կազմը, դուք շատ հպանցիկ անդրադարձաք արտահանմանը, բայց կարծում եմ նաև պետք է հասկանանք այս ոլորտում աշխատող ձեռնարկությունների մոտավորապես թիվ, շրջանառություն, աշխատողների քանակ։ Շատ բարի։ Հիմա թվերի պահով սննդարդյունաբերության ոլորտում, որն է նաև ագրովերամշակման համակարգի մեջ ներառում է, այսպես այսինքն սնունդը ընդամենը մի մասն է ագրովերամշակման։ Այսպես կարող ենք ասել, Հայաստանի Հանրապետությունում ի գործունեություն է ծավալում շուրջ մոտավոր 1600 կազմակերպություն, ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր, որոնց գերակա մասը
հիմնականում Երևան քաղաքում կամ Երևանամերձ տարածքում։ Ցուցանիշը, եթե չեմ սխալվում, մոտ 62%։ Այս առումով դա որոշակի եւ առավելություններ է տալիս, բայց նաեւ իր հետ բերում է ընդգծված մարտահրավերներ։ Ինչու, որովհետեւ Երևան եւ Երևանամերձ շրջանում ինչ որ չափով այս ոլորտը արդեն իսկ կայացած է։ Սակայն մեր գլխավոր մարտահրավերներից, ինչպես նշեցի, պետք է լինի մարզերում գյուղատնտեսության շարունակական զարգացումը, որի տրամաբանական շարունակությունը հենց ագրոպարենային համակարգն, ագրովեհամշակման արդյունաբերությունը։ Եթե մենք որպես տնտեսության տեսանկյունից ենք նայում, այստեղ շատ կարևոր է եւ խոշոր բիզնեսի եւ գերփոքր բիզնեսի համադրելիության ապահովումը։ Իհարկե նորություն չենք ասի, որ տնտեսական աճ կամ շոշափելի որակական փոփոխություն ապահովող հիմնական մասսան դա ժամանակակից աշխարհում արդեն խոշոր գերխոշոր բիզնեսն է։ Սակայն փոքր ու միջին բիզնեսը եւ դրա մեջ ներառվող արդեն միկրոբիզնեսի տեսքով տնայնագործական տնտեսությունները էական լուրջ դեր են խաղում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, հատկապես ագրարային տարածաշրջաններում եւ ֆերմերային տնտեսությունների զարգացման եւ ինքնազբաղվածության եւ բազմաթիվ արդեն սոցիալ զարգացման նպաստող հարցերում։ Ագրովերամշակման ոլորտը, ինչպես ճիշտ նշեցիք, նաեւ որոշակի միջին խավ ձևավորող ոլորտ է, քանի որ այստեղ փոքր միջին բիզնեսն է բավականին ակտիվ եւ այլն։ Բայց նրանց արտադրանքը արդյոք մրցունակ է Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Մենք կարծես թե այսպես նույն թվով կազմակերպություններ ունենք, այսինքն շատ մեծ ներդրումներ այս ոլորտում չի գալիս, խոշոր արտահանումներ չենք ունենում նոր ուղղություններով, ավանդական Ռուսաստանն է այսպես հիմնական ուղղությունը։ Ուզում ենք հասկանալ այս ոլորտի մրցակցային առավելությունը, մրցունակությունը ո՞րն է։ Շատ բարի։ Ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, ոլորտը ունի եւ իր մրցակցային առավելությունները եւ ցավոք այն մեծ ճանապարհը, որը դեռ պիտի, այսպես ասած, ծանր ժամանակներով անցնի, այսինքն մրցունակության ձևավորման ժամանակահատվածը, ինչպես միջազգային բիզնես պրակտիկայում է նշվում, որ սկսենք վերջից, ավանդական շուկաներում, այո, հայկական արտադրանքի հանդեպ ձևավորված է կայուն պահանջարկ, խոսքը ռուսական եւ ռուսալեզու շուկաներում։ Սակայն տվյալ շուկայում մենք դեռևս ունենք շատ լուրջ անելիքներ։ Գաղտնիք չի, որ ավանդական շուկայում, ռուսական շուկայում կա շուկայական մասնաբաժին, այսպես ասած, առաջնային level, երկրորդային եւ երրորդային։ Առաջնային level-ը դա մեգա սուպերմարկետների ցանցերն են, օրինակ X-ին գրուպը, Պիտյորը շկա բրենդի ներքո եւ էլի շատ խոշոր բրենդներ, որտեղ վաճառքների ծավալը շուրջ ընդհանուր վաճառքների 60-70%-ը շուկայում բաժին է հասնում տվյալ ցանցերին։ Երկրորդ level-ը, երկրորդ մակարդակը դա ռեգիոնալ մակարդակի սուպերմարկետներն են, օրինակ Արբուզ կամ Մագնիտ ռուսական, չնայած Մագնիտը ինչ որտեղ արդեն առաջի դիրքերում է, նման ցանցերի մուտք գործելու հետ կապված խնդիրներն է։ Երրորդը հենց արդեն խոշոր վերավաճառողներն են, որոնք ապահովում են մուտք դեպի շուկա։ Միշտ չէ, որ խոշոր վերավաճառողները լավագույն տարբերակն են արտադրանքի իրացման նպատակով։ Սակայն ստեղծված շուկայական իրավիճակում նրանք երկարաժամկետ գործընկերության տեսանկյունից ապահով են։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց մեր մրցունակության խոցելի կողմերը, ցավոք կամ բազմաթիվ խոցելի կողմեր, սկսած փայտավորումից մինչև արտադրական ծավալների հետ կապված հարցեր։ Նախ ժամանակակից շուկայում արտադրական պատվեր, ընդհանրապես պատվերների զգալի մասը այն կազմակերպություններին է բաժին հասնում, ովքեր անցում են կատարում արդյունաբերական մակարդակի։ Սակայն տեղական բիզնեսը, հատկապես փոքր ու միջին բիզնեսի կարևորությունից ելնելով, մենք Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ արդեն հիբրիդային մոտեցումների անհրաժեշտություն կա։ Ընդհանրապես ժամանակակից շուկայում կլասիկ շուկայական մոդելից հիմա բազմաթիվ են դեպքեր եւ անցնում են հիբրիդային մոտեցումների կիրառման։ Ինչ նկատի ունեք հիբրիդային։ Նկատի ունեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի խթանման նպատակով
գործում են բազմաթիվ սուբսիդավորման ծրագրեր, որոնց դեռ կանդրադառնանք, սակայն մեր հիմնական խնդիրն է այդ փոքրածավալությունը պլյուս փաթեթավորումը։ Եթե կարծում եք փոքր ծավալով հնարավոր է մտնել դարձյալ միջազգային շուկա։ Չեմ կարծում, սակայն եթե փոքրածավալության գործոնը հաշվի առնելով, եթե փաթեթավորման հարցերի լուծվող է, այս դեպքում միջազգային պրակտիկայում այլ խնդիր կա, ISO միջազգային ստանդարտների հետ կապված խնդիրը եւ դա արդեն բավարար չէ, հիմա էլ ESG-ի հետ կապված պահանջներն են։ ԵԱՏՄ շուկայի մասով։ ԵԱՏՄ շուկան այդքան, այսպես ասած, համատաբար ավելի մեծ պահանջներ ներկայացված, սակայն խոշոր մրցակիցները հայկական արտադրանքի հանդեպ բավական շատ են։ Նույն ռուսական շուկայում, օրինակ, բազմաթիվ տարբեր երկրների արտադրողներ էլի ներկայացված են, իհարկե նաև ոչ ԵԱՏՄ երկրների շրջանակներում։ Արդեն մեր խնդիրն է կոնկրետ թիրախային նիշա գտնելը եւ փորձել հենց այդ նիշայում երկարաժամկետ համագործակցության ձևավորումը։ Պարոն Բաղարյան, ագրովերամշակման ոլորտի խնդիրների մասին այսպես անցանք հպացիկ մի քանի։ Խնդրեմ թվարկեք այդ ոլորտները, այդ խնդիրները միկրոմակարդակով, մակրոմակարդակով, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը Հայաստանում։ Նախ սկսենք եւ առավելություններից եւ թերություններից։ Ինչպես հաղորդման սկզբում մենք էլի նշեցինք, բնակլիմայական եւ կենսաբազմազանության հետ կապված հարցերը նպաստավոր են, սակայն խնդիր կա նաեւ արտադրանքի, այսպես ասած, ծավալների շեշտակի ավելացման, միջազգային ստանդարտներին համապատասխանեցման, ինչքան էլ ռուսական շուկան երկարաժամկետ լինի, ժամանակակից աշխարհում դիվերսիֆիկացիայի գործոնը առաջնային է, եւ հատկապես վերջին շրջանում, եւ մեր տարածաշրջանում տարատեսակ պատերազմներ կան, շրջափակման ռիսկեր եւ տարբեր այլ աշխարհակաղակական ռիսկեր, այս դեպքում դիվերսիֆիկացիան արդեն ոչ թե առավելություն է, այլ ծայրահեղ անհրաժեշտություն։ Սակայն հարց է առաջանում ինչպես հասնել այդ ISO ստանդարտներին, որովհետև ոչ միայն արտադրատեսականու հանդեպ է պահանջների խստացումը, այլ նաև արտադրական միջավայրի, ենթակառուցվածքների, որոնց համար կպահանջվի շատ խոշոր կապիտալ ներդրումներ։ Բնականաբար կապիտալ ներդրումների մի զգալի հատվածը բաժին պետք է հասնի ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերին, սակայն ցավով պետք է նշեմ, որ տեղական ընկերությունները արդեն իսկ վարկային գերծանրաբեռնվածության ներքո են բազմաթիվ դեպքերում։ Այս դեպքում լավագույն տարբերակներից կարող է լինել ագրովերամշակող ակցիոնաբերության խթանող կլաստերային տնտեսությունների ձևավորումը։ Այս դեպքում կարող ենք նաև խոշոր փոքր ու միջին, ինչպես նաև գերփոքր բիզնեսների, այսպես ասած, համակցված որոշակի համագործակցություն ձևավորել, իհարկե պետական աջակցության սուբսիդավորման եւ այլ գործիքների։ Դա կարծես թե նաև կարող է լուծել նաև մասշտաբի պատվերային խնդիրը։ Իհարկե, օրինակ լավագույն տարբերակը կլինի, երբ որ տեղական արտադրողները կարողանան համընդհանուր բրենդի տակ ներկայանալ շուկայում։ Դա արդեն ֆրանչայզինգային մոդելով լուծելի տարբերակ է։ Այս դեպքում, սակայն, պետք է շատ հստակ սահմանվի են արտադրական ենթակառուցվածքային ստանդարտները, որը կարծում եմ կլաստերային կիրառման միջոցով հնարավոր կլինի, որից հետո արդեն համատաբար ավելի լավ պայմաններով մթերմամբ փոքր արտադրողները արդեն կարողանան նաև իրացման հարց լուծել։ Ժամանակակից բիզնես պրակտիկայում շրջանառության 10-ից 20%-ը ուղղորդվում է մարքեթինգային եւ գովազդի հետ կապված ծախսերին։ Առանձնահատուկ Հայաստանում ո՞նց է վիճակը։ Հայաստանում ցավոք այդ խնդիրը բավական խոցելի կարգավիճակում է, սակայն այստեղ հետևյալը խոշոր արտադրողների շրջանում վերջի տարիներին հատկապես կոնյակագործության, գինեգործության ոլորտում հարցը լուծելի է, որովհետև կա բավարար պայմաններ, կա մասնագիտական ներուժ եւ կա միջազգային փորձ։ Սակայն սա բացառությամբ խոշոր բիզնեսին է վերաբերվում։ Գերփոքր ու շատ դեպքերում միջին բիզնեսների շրջանում
բրենդինգի ուղղությամբ ներդրումները շատ դեպքում տարատեսակ վաճառաբանությամբ սահմանափակվում են։ Սակայն ժամանակակից շուկայում բրենդինգը դա առաջնային, որ ասում եմ, ատրիբուտներից մեկն է, հետո այստեղ այլ խնդիր կա։ Շատ դեպքերում կապիտալ ներդրումների իրականացվում է բրենդինգի եւ մարքեթինգի գծով։ Հիմա այլ խնդիր է ձևավորվում, միջազգային չափորոշիչներին չի համապատասխանում եւ ինչպես հաղորդման մենք նշեցինք ESG-ի գործոնը դա էլ ավելի է, այսպես ասած, ինքնարժեքը, մարքեթինգային ինքնարժեքը բարձրացնում։ Դուք որպես նաեւ միջազգային սերտիֆիկացման մասնագետ խորհրդատվություն եք տրամադրում, օգնում եք եւ այլն։ Եվրոպական շուկա մուտք գործելու համար մեր տնտեսվարողները ինչ խնդիրներ ունեն, ինչ պետք է անեն բացի այդ սերտիֆիկացիայի հարցը լուծել։ Առաջնային կարևորագույն խնդիրն է, որ մեր մոտ բացակայում է համակարգային շուկայի ուսումնասիրությունը։ Այստեղ արդեն ոչ մենակ մասնավորի, ոչ էլ մենակ պետական համակարգի խնդիրը չէ։ Այստեղ արդեն, ինչպես նշեցի, հիբրիդային մեխանիզմների դերը կրկին ավելի է բարձրանում, այսինքն պետք է լինի այնպիսի մի կառույց, որտեղ ներգրաված կլինեն եւ պետական համակարգից, եւ մասնավոր հատվածից, եւ խորհրդատվական ոլորտից, եւ առևտրային, այսպես ասած, դիստրիբյուցիոն շղթայի մասնակիցներից, որոնք շատ ճիշտ ուղղություններ կփորձեն ներկայացնել։ Եվրոպական շուկան ինքը շատ խոշոր շուկա է, բավականին վճարունակ շուկա է, սակայն նույն եվրոպական շուկայում հիմա կա շատ խոշոր եւ կոշտ մրցակցություն։ Վերջի ժամանակաշրջանում հատկապես Ֆրանսիայում ֆերմերների կողմից մեգացույցերը դա վառ օրինակներն էին, երբ եվրոպական ոչ միայն արտադրողը, նաեւ եվրոպական սպառողը փորձում է կասեցնել երրորդ կողմից արտադրանքը դեպի եվրոպական շուկա։ Պայմանական, եթե փաստարկ բերենք, օրինակ վերջի շրջանում շատ լուրջ խստացումներ իրականացվում չինական արտահանման նկատմամբ դեպի Եվրոպա։ Եթե խոսքը վերաբերում է ագրովերամշակման ոլորտին, Լատինական Ամերիկայից փորձ եղավ որոշակի արտադրատեսականի ապահովել եվրոպական շուկաներում։ Արդեն կնքվեց նաև համաձայնագիր է Լատինական Ամերիկայի Իհարկե, սակայն հասարակական տրամադրությունները, մասնավոր հատվածում ձևավորված իրավիճակը բավականին հակասական են եւ վստահ եմ, որ լատինական արտադրության պրոդուկտները եվրոպական շուկայում, եթե շատ երկար կյանքել չունենա, հաստատ մեծ տարածում չի ստանալու։ Իրականում շուկայում այսպես ասած որոշումների Դա ինչով է պայմանավորված։ Ուղղակի եվրոպացիները նախընտրում են եվրոպականը, դա։ Եվրոպայի առաջնայինը կա որոշակի մտածելակերպ, երբ փորձում են սպառում իրականացնելով ներդրում կատարել նաև ազգային տնտեսության մեջ ի վերջո։ Դրանից բացի նաև ստանդարտների հանդեպ վերահսկողությունը, ինչպես նշեցինք, եւ կայուն զարգացման գծով ESG սկզբունքներին էլի պետք է անդրադառնանք, որը չնայած Հայաստանում եւ ԱՌՊ երկրներում դեռ որպես նորույթ է ընկալվում, սակայն արևմտյան ուղղվածության շուկաներում դա պարտադիր պահանջ է։ Շատ դեպքերում հենց ESG-ի գծով խոցելի պատճառով բազմաթիվ բրենդներ ստիպված կարող են հրաժեշտ տալ շուկային։ Հայաստանում ունենք պրոդուկտներ, որոնք այս պահին պատրաստ են կամ բավարարում են եվրոպական ստանդարտներին։ Իրականում, եթե հարցնենք արտադրողներին, արտադրողների տեսանկյունից միանշանակ, սակայն շուկայական իրականությունը ենթադրում է հետևյալը, երբ միջազգային ստանդարտների վերաբերյալ պետք է իրականացվի հատուկ աուդիտ, հատուկ անկախ մարմնի կողմից, որը ուղեկցում է տարատեսակ լաբորատորիաներով, տարատեսակ ստուգումներով, իսկ վերջի շրջանում խստացումները շատ են։ Իհարկե կան որոշ արտադրողներ, որոնք հաջողությամբ եւ Միացյալ Նահանգներում, եւ Եվրոպայում, եւ այսպես ասած արևմտյան ուղղվածություն ունեցող երկրներում որոշակի պրոդուկտներ կարողանում են ներկայացնել, սակայն դա արդյունաբերական չի եւ դեռևս արդյունաբերական մասշտաբներով չի։ Իհարկե, եւ բացի դրանից, ինչպես ավանդական ռուսալեզու, այնպես էլ արևմտյան շուկաներում հատկապես, այսպես ասած շուկայում առանցքային որոշում կայացնելու ընթացքում առևտրային ցանցերի դերակատարությունը չափազանց մեծ է։ Իսկ առևտրային ցանցերը ոչ միայն քանակ են, այսպես ասած, նվազագույն քանակային ծավալ են
պահանջում, այլ նաև կայուն շարունակական մատակարարում։ Ստեղծված իրավիճակում հայկական արտադրանքը կարող է նաև խոցելի լինել լոգիստիկայի տեսանկյունից։ Իրականում փակ սահմանների արկայություն գումարած դեպի միջազգային ծով ելք չունենալը, ինչպես որն ուղեկցում է խոշոր լոգիստիկ հանգույցների բացակայությամբ, դա էականորեն բացասական տեսանկյունից ազդեցություն է ունենում լոգիստիկայի ձևավորման վրա։ Մոտավորապես ուսումնասիրություն ունեք լոգիստիկայի ծախսերը որքան է կազմում օրինակ Հայաստանի ագրովերամշակման ոլորտում։ Նման ուսումնասիրություններ տվյալ ժամանակահատվածում ընթանում են, կան տարբեր փորձագիտական տեսակետներ, սակայն վերջնական թվաբանական տեսք դեռևս նշված չէ, քանի որ վերջի շրջանում պատերազմական գործողություններով պայմանավորված ծախսային կառուցվածքում էական փոփոխություններ կարող են լինել։ Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ցավոք այն տարածաշրջանում է, որտեղ շրջափակման ռիսկերը կամ մասնակի շրջափակման ռիսկերը ցամաքային շրջափակման մասին է միջից բարձր կատեգորիայում են եւ հիբրիդային պատերազմների գործիքակազմը թույլ է տալիս նաեւ վերլուծություն իրականացնել, որ տվյալ պատերազմական գործողությունների դեպքում որոշակի թռիչքային գոտիների սահմանափակում է տեղի ունենում, որը արդեն անորոշություն է շատ դեպքերում մտցնում հաշվարկների մեջ։ Այսպես ասած, պետք է սպասել վերջի զարգացումների տրամաբանական ավարտին, որից հետո արդեն նոր հաշվարկների կարիք կլինի, սակայն պետք է նշել, որ տվյալ դեպքում արդեն ծախսային կառուցվածքում ավելի մեծ թվեր են ներկայանալ։ Պարոն Բաղարյան, դուք հարուստ աշխատանքային փորձ ունեք նաև Արցախում, աշխատել եք այս ոլորտում, ներկայումս նաև Հայաստանում զբաղվում եք մասնավոր ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմամբ, ինձ հետաքրքիր է ձեր փորձը, ձեր գնահատականը պետական ծրագրերի արդյունավետության մասով, որը իրականացվում է։ Վերջի տարիների ընթացքում բավականին խոշոր գումարներ է հատկացվում գյուղ ոլորտի, ագրովերամշակման ոլորտի զարգացման ուղղությամբ, սարքավորումների սուբսիդավորում, վարկերի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ սահման, դրանց արդյունավետության գնահատական ունեք։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում հատկապես ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ընդգծկա աջակցության տարատեսակ ծրագրեր, սակայն հատուկ ուշադրության է արժանի լիզինգի գծով աջակցության ծրագիրը եւ մթերման գծով կիրառվող պետական աջակցության ծրագրեր։ Ուրեմն, եթե խոսենք լիզինգի գծով, լիզինգը ինքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում, խոսքը սուբսիդավորված լիզինգի մասին է, նույնիսկ շատ դեպքերում գերփոքր տնտեսություններին վերազինվել անհրաժեշտ արտադրական ենթակառուցվածքներով։ Այստեղ լիզինգը նաև մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում տարբեր ճյուղերի վրա, այսինքն եւ մատակարար, եւ ապահովագրող, եւ ֆինանսական կազմակերպություն եւ իհարկե վերջնական շահառու։ Լիզինգի արդյունքում, խոսքը սուբսիդավորված լիզինգի վերաբերյալ է իհարկե, էականորեն բարելավեց տեղական ընկերությունների արտադրական ենթակառուցվածքների մակարդակը։ Կարողությունները, Իհարկե, արտադրական մասշտաբները, որովհետեւ ժամանակակից շուկայում ժամանակակից ապրանք ներկայացնելու նպատակով պարտադիր է նաեւ այն արտադրական ենթակառուցվածքի առանձնահատկությունը ի վերջո, այսինքն արտադրման ձևին զուգահեռ ինչ պայմաններում է թողարկվում արտադրանքը։ Ինչ վերաբերվում է մթերման աջակցության ծրագրին, դա էլ բավականին լուրջ խնդիր է լուծում ֆերմերային տնտեսությունների դեպքում կայուն իրացում ապահովելու տեսանկյունից, իսկ արտադրողների պարագայում, այսպես ասած, գյուղատնտեսական սեզոնին լրիվ համարում եք պատրաստվածության անցնելու տեսանկյունից։ Ստեղ լրացուցիչ կցանկանամ նշել հետևյալը, որ ագրովերամշակող ինդուստրիան այն ոլորտներից է Հայաստանում, որը դեռևս լրիվությամբ ի ներուժը չի օգտագործվել։ Ցավոք, մրցունակության խոցելիության տեսանկյունից կա հետևյալ գործոնը, երբ որ կախված գյուղատնտեսության սեզոնայնությունից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի հատվածը արտադրվում է կամ մշակվում է ջերմոցային տնտեսությունների միջոցով։
Սա որոշակի խնդիրներ է հետ բերում, քանի որ ոչ ամառային ամիսներին արդեն շարունակական տաքացման խնդիր կա։ Օրինակ, եթե համատական անենք Թուրքիայում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, ապա այնտեղ էներգակիրները բավական մատչելի են, ինչ որտեղ նաեւ էներգակիրների արկայությունն է ի վերջո տվյալ գործոնը ապահովում, սակայն Հայաստանում էներգակիրների բացակայությունը էականորեն բարձրացնում է գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը, որն էլ որպես հումք ծառայում է ագրովերամշակող արդյունաբերությանը։ Այսինքն մենք մրցակցային առումով խնդիրներ ունենք էներգակիրների թանկ լինելու պատճառով, եթե գնահատենք։ Իհարկե, նաև ցավոք խնդիր ունենք, որ վերջի ժամանակահատվածում արտադրողները նախընտրում են ներմուծված հումքի տեսքով արտադրանքի, որ արդեն դիտարկվում է որպես սպառնալիք տեղական ֆերմերային տնտեսություններին։ Կարծում եմ յուրաքանչյուր հարց լուծելի է։ Իհարկե, որոշակի առումով մենք կարող ենք պակաս մրցունակ լինել, բայց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված, ինչպես նշեցի, բնակլիմայական միջավայրը ու արտադրանքի բազմատեսականիությունը թույլ է տալիս ձեռք բերել նաև որոշակի ընդգծված մրցակցային առավելություններ։ Գալով իմ հաջորդ հարցին, կուզեմ նաև խոսենք այն հիմնական ուղղությունները, հեռանկարային ճյուղերը, որոնց ուղղությամբ պետությունը պետք է ուշադրություն դարձնի։ Խոսքը վերաբերում է ագրովերամշակման ճյուղերին եւ ուղղություններին։ Որն է ըստ ձեզ ավելի շահութաբեր, արդյունավետ Հայաստանի համար։ Շատ բայ, ուրեմն հարցին բազմակողմանի պատասխան կտամ։ Մրցունակության հեռանկար ունենալու տեսանկյունից կա հետևյալ խնդիրը. մրցունակ լինել ներքին շուկայում, թե նաև արտաքին։ Եթե ավանդական ներքին շուկայի մասին է խոսքը, մսամթերքի արդյունաբերությունը եւ կատնամթերքի արդյունաբերության տեսանկյունից ներքին շուկայում մենք բավականին մրցունակ ենք։ Դա եւ մշակութային համադրելիության, եւ կենցաղավարության, եւ ընդհանրապես սպառողական սովորությունների տեսանկյունից է պայմանավորված։ Սակայն այս դեպքում էլ մենք խնդիր էլի ունենք տվյալ մրցակցային դաշտ բերել նաև գերփոքր բիզնեսից մինչև ֆերմերային տնտեսություններ։ Տվյալ դեպքում արդեն եթե տվյալ խնդիրը ինչ որ ձև լուծվի, մենք կարող ենք հստակ նշել, որ որակապես արդեն անցում կատարենք այն մակարդակի։ Ձեր ասած ճյուղերի մեծ մասը հիմնովման ներգրվող հումքի վրա, նույն սննդի դեպքում, կատամթերքի դեպքում չեն թաքցնում, որ մենք ներկրում ենք դրսից օրինակ մսամթեր կամ կատնամթեր, որ կարողանանք խնդիրը լուծել։ Այստեղ մենք հիմա արդեն դրամավարկային եւ հարկաբյուջետային աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է անցում կատարենք կոմպլեքս խթանման ծրագրեր, այսինքն ինչպես նշվեց մարզային տարածաշրջաններում այդքան էլ ակտիվ չի ագրովերամշակող արդյունաբերությունը, որպես ապացույց, որ 62%-ը հենց արտադրվում է Երևանում եւ Երևանամերձ տարածքներում։ Այս դեպքում, եթե մենք որոշակի ձևով խթանում ենք տնայնագործական տնտեսություններին, ապա լիակատար կարողանում ենք փոխարինել ներմուծման հետ կապված խնդիրներ։ Ու լիա 100%-անոց անհրաժեշտ չէ, որովհետև դա ամբողջ աշխարհում էլ ներմուծումը կա։ Տեսականի Իսկ արտահանման տեսանկյունից, ինչպես նշեցինք, մրգի բանջարեղենի առումով եւ որպես պատրաստի արտադրանք պահանջարկը իհարկե ձևավորված է, սակայն գինեգործություն, կոնյակագործություն, որոնք շարունակապես կային պահանջարկ վայելում են։ Հատկապես վերջի տարիներին չերի արտադրությունն է զգալի աճ գրանցում։ Այս պարագայում մենք Բայց կարծես թե հիմա մի քիչ գերհագեցվածություն ունենք, քանի որ չեն կարողանում արտահանում անել։ Իհարկե, արտահանման խնդիրը, ինչպես մենք նշեցինք, կապված արտադրական ծավալների հետ եւ լոգիստիկ դժվարությունների, ինչպես նաեւ միջազգային ստանդարտների ու փաթաթավորման առումով դեռ վերջնական լուծումը բավականին հեռու է, ինչպես նշվեց, սակայն լուծելի հարցեր են բոլորը, որովհետև մեր խնդիրն է ոչ միայն կենտրոնանալ դիվերսիֆիկացիաների վրա, իհարկե դիվերսիֆիկացիան դա ծառայող անհրաժեշտություն է, սակայն նույն ավանդական շուկաներում փորձել գտնել նոր ուղղություն, սպառման նոր ուղղություններ, ավելի խոշոր մատակարարման պայմանագրերի ձեռք բերել։ Տվյալ դեպքում արդեն կայուն իրացումը ժամանակի հարց է, կարծում եմ։
Այս ոլորտի զարգացման համար նաև շատ կարևոր նշանակություն է միանշանակ նաև կադրային ներուժը։ Մենք ունենք մեր բուհական համակարգը, կրթական համակարգը ունի այդ ներուժը ապահովել այս ոլորտին համապատասխան կադրերը։ Ոլորտը ներուժը ունի, սակայն տվյալ ոլորտում մրցունակության ցանկալի արդյունքին հասնելու համար աշխատանքներ դեռևս անհրաժեշտ են։ Գաղտնիք չի, որ վերջի տարիներին միջազգային բարձր որակավորում ունեցող մասնագետները ավելի շատ կենտրոնանում են ՏՏ ոլորտին սպասարկող եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներում։ Ցավոք, այս դեպքում արտադրական ոլորտը շատ դեպքերում տուժվում է։ Ինչ է նշանակում բարձր որակավորված մասնագետ ժամանակակից պրակտիկայում ոչ միայն դա, երբ նախկինում PhD արկայություններ, հիմա շուկայի պահանջները փոխվել է եւ մեծ դեր են խաղում միջազգային սերտիֆիկացումները եւ այսպես ասած յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր նեղ սեգմենտ ունի իր սերտիֆիկացումները միջազգային։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ կարողանանք տվյալ մասնագետներին դեպի արտադրություն, այսպես ասած, հրավիրել արտադրական միջավայր, որ որակապես արդեն այլ մակարդակի կբերի տեղական արտադրության շրջանավարտը համապատասխան նաև զուգահեռ սերտիֆիկատներ ստանա։ Իհարկե, օրինակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կրթական ծրագիրը բավականին ճկուն կրթական ծրագիր է, եթե համատում ենք այլ բուհերի հետ։ Օրինակ, եթե նման մեր տեղական բուհերը կարողանան նաև ակտիվ համագործակցել միջազգային սերտիֆիկացիոն ծրագրերի հետ։ Սրանք միջազգային սերտիֆիկացիա Այդպիսի մի քանի ուղղություններով արդեն ունի մեր տնտեսագիտական համալսարանը մարքեթինգի գծով, հաշվապահության գծով։ Այստեղ խնդիրը նա է, որ շատ դեպքերում դիմորդները չարծերային ինստիտուտների դիմելուց որոշակի սահմանափակվածություն են ունենում, կախված մեծ ծախսերի հետ կամ այսպես ասած բյուրոկրատական հարցերի առումով, քանի որ չարծերային ինստիտուտները, չնայած ունեցած իրենց շուկայական դիրքին, բավականին երկար պրոցեսներ են ու բարդ պրոցեսներ են իրենց մոտ պարունակում։ Սակայն օրինակ խոշոր կորպորացիաները, օրինակ Microsoft-ը կամ HubSpot Academy-ն կամ արդեն այսպես ասած կորպորատիվ սերտիֆիկացումները իրենց դերն են զբաղեցնում ժամանակակից շուկայում եւ արդեն սկսված է միտումը փոխարինելու, բացի դրանից կորպորատիվ միջազգային սերտիֆիկացումները եւ ավելի մատչելի են եւ հնարավոր է ձեռք բերել հեռավար եղանակով, որը կարծում եմ ժամանակակից երիտասարդության համար թվայնացման դարաշրջանում ապրող երիտասարդության համար կարևորագույն ատրիբուտներից է։ Եվ հաշվի առնելով շփվելով եւ արտադրության ոլորտում եւ ակադեմիական միջավայրում եւ ընդհանուր կենցաղում մեր երիտասարդության հետ վստահ կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակահատվածում բուհական կրթությանը զուգահեռ մենք կարող ենք ապահովել միջազգայինորեն մրցունակ կադրեր։ Եվ հատուկ նշել է պետք, որ որոշ շրջանակներում կարող է հիմա հարցեր առաջանալ, եթե կան տվյալ մրցունակ միջազգային սերտիֆիկացումները, ապա ինչ դեր ունի ակադեմիական կրթությունը եւ հատուկ այստեղ պետք է նշել, որ ակադեմիական կրթությունը դա հիմքն է։ Առանց տվյալ հիմքի հնարավոր չէ ապահովել ցանկալի մրցունակություն։ Ուղղակի միջազգային շուկայի պահանջները ել ավելի են խստացել։ Իհարկե, ակադեմիական կրթության զուգահեռ խիստ ցանկալի են նաև մասնագիտական միջազգային վերապատրաստումները։ Ահա սա է ժամանակակից շուկայական իրավիճակը, որ բերում է իր հետ եւ ընդգծված հնարավորություններ եւ ընդգծված սպառնալիքներ։ Շնորհակալ եմ, պարոն Բաղարյան, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք ագրովերամշակման ոլորտի ընդհանուր վիճակի մասին, խնդիրների, անելիքների։ Այս ոլորտը իրոք բավականին մրցունակ ոլորտներից մեկն է Հայաստանում, ունի ինչպես մյուս ոլորտները իր խնդիրները, որոնք հնարավոր է լուծել միջազգային փորձը հասկանալով, սովորելով եւ ներդնելու միջոցով։ Նոր անիշ պետք է հայտնագործենք, ուղղակի պետք է աշխատենք, հաշվի առնելով արդեն իսկ ընդունված ստանդարտները, սերտիֆիկատները եւ ընդհանուր մոտեցումները։